Նոյեմբերի 1-ից Հայաստանում կգործի ոստիկանության գվարդիան, այն կլինի ոստիկանության նոր ծառայություն, կզբաղվի հասարակական կարգի եւ անվտանգության պահպանությամբ։ Գվարդիայի ծառայողները կպաշտպանեն կարևոր պետական օբյեկտներ, կուղեկցեն հատուկ բեռները։ Նրանք նաեւ կօգնեն արտակարգ իրավիճակներում եւ կաջակցեն քննություն իրականացնող մարմիններին։ Գվարդիայի ծառայողների համար արդեն պատրաստվում են նոր համազգեստներ եւ ժամանակակից տեխնիկական միջոցներ։ Այս տարվա օգոստոսին Հայաստանում աշխատողների ընդհանուր թիվը կազմել է 794,033, նրանցից ավելի քան 214,000-ը աշխատում են պետական, շուրջ 580,000-ը ոչ պետական հատվածում։ Անցած տարվա համեմատ զբաղվածության մակարդակը աճել է 4.6%-ով։ Ամենաշատ աշխատողները գրանցվել են առևտրի ոլորտում 137,731, երկրորդ տեղում է կրթության ոլորտը 117,879 աշխատողով։ Հաջորդը մշակող արդյունաբերությունն է մոտ 94,000 աշխատողով, տվյալները հայտնում էր վիճակագրական կոմիտեն։ 2025-ի առաջին 9 ամիսների ընթացքում հակակոռուպցիոն կոմիտեի քննիչները նախաքննություն են իրականացրել 2061 քրեական վարույթով, նախորդ տարվա նույն ժամանակահատվածի 1896 վարույթի դիմաց։ Վերականգնվել է 2 միլիարդ 33 միլիոն 416 հազար դրամ։ Քրեական վարույթներով նախաքննության ընթացքում համայնքներին են վերադարձվել ապօրինի օտարված ընդհանուր 13 միավոր հողատարածքներ։ Հայաստանում կիրականացվի ջրամբարաշինության 5 նոր նախագիծ։ Ծրագրերի իրականացմամբ ընդհանուր առմամբ կկուտակվի 18 միլիոն 3 խորանարդ մետր ջուր, շինարարության ընդհանուր ծավալը կկազմի ավելի քան 40 միլիարդ դրամ, փաստացի ոռոգվող հողատարածքների ծավալը կկազմի 6175 հեկտար, գյուղատնտեսության մեջ ներգրավվելիք նոր ոռոգելի հողատարածքների թիվը 1696 հեկտար։ Նախագծերից կօգտվի շուրջ 40 բնակավայր, ուղղակի եւ անուղղակի շահառուների թիվը 700,000 մարդ է, տարեկան խնայվող գումարային էլեկտրաէներգիան 3.8 միլիոն կիլովատ-ժամ։ Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է Կանադայի հետ բոլոր առևտրային բանակցությունների ավարտի մասին, մեղադրելով երկրի կառավարությանը կեղծ գովազդ օգտագործելու մեջ։ Ամերիկացի առաջնորդի խոսքով Կանադան տարածում էր կեղծ գովազդ, որտեղ Միացյալ Նահանգների նախկին նախագահ Ռոնալդ Ռեյգանը բացասական մեկնաբանություններ էր անում առևտրային սակագների վերաբերյալ։ Եվրամիությունը դեռ չի որոշել օգտագործել, թե ոչ Ռուսաստանի կենտրոնական բանկի սառեցված ակտիվները Ուկրաինային աջակցելու նպատակով։ Որոշման հետաձգման հիմնական պատճառը Բելգիայի պահանջն է։ Երկիրն ուզում է լրացուցիչ երաշխիքներ, որպեսզի իր վրա պատասխանատվություն չդրվի ռուսական ակտիվների օգտագործման հետևանքների համար։ Եվրամիության նախնական պլաններով Կիևը կարող է ստանալ շուրջ 140 միլիարդ եվրո ռուսական սառեցված ակտիվներից։ Ռուսաստանի իշխանությունները մեծացրել են ճնշումը WhatsApp-ի եւ Telegram-ի վրա։ Սահմանափակումը արդեն ազդել է Ռուսաստանի 34 շրջանների վրա, որտեղ բնակվում է գրեթե 93 միլիոն մարդ, երկրի բնակչության ավելի քան 60%-ը։ Ռոսկոմնadzորը մասամբ սահմանափակել է հավելվածների ծառայությունը հանցագործների դեմ պայքարելու համար։ Այս տարվա սեպտեմբերին դեպի Վրաստան իրականացված դրամական փոխանցումների ընդհանուր ծավալը կազմել է շուրջ 317.8 միլիոն դոլար։ Սա 12.1%-ով ավելի է, քան 2024-ի նույն ժամանակահատվածում։ Ամենամեծ գումարն ուղարկվել է Եվրամիության երկրներից 142.3 միլիոն դոլար։ Փոխանցումների հիմնական մասը 96.1%-ը կատարվել է 24 երկրից։ Դրանցից յուրաքանչյուրն ուղարկել է ավելի քան 1 միլիոն դոլար։ Բյուջեի գործերը լավ են։ Պետական եկամուտների կոմիտեի նախագահը դրական նոտայով է մեկնարկում այս տարվա առաջին 9 ամիսների աշխատանքի ամփոփումը։ 2 տրիլիոն 13 միլիարդ դրամ հարկային եկամուտներ եւ պետական տուրքեր են հավաքագրվել հունվար-սեպտեմբերին։ Անցած տարվա համեմատ 14% աճ է գրանցվել։ Այսինքն նախորդ տարվա 9 ամիսներից 246 միլիարդ դրամ ավելի է հավաքագրվել։ Վարչարարության արդյունավետությամբ է այս թվերը պայմանավորում Էդուարդ Հակոբյանը։ Հայտնաբերվել է շուրջ 325 միլիարդ դրամի ստվերային շրջանառություն, որը անցած տարվանից ավել է 97%-ով
Եթե դա հարկերի վերածենք, թաքցված հարկի ընդհանուր գումարը կազմել է 108 միլիարդ դրամ, ինչը անցած տարվա նույն ժամանակաշրջանի նկատմամբ ավել է շուրջ 52%-ով։ Իդեպ, ստվերային շրջանառության մեծ մասը կենտրոնացած է շինարարության եւ առևտրի ոլորտներում։ Շինհրապարակներում օրինակ ՊԵԿ-ը նաեւ տեսախցիկներ է կիրառում վերահսկողությունն ուժեղացնելու նպատակով։ Այսպես ասած, հաջողություններ միայն վարչարարության ու հարկային մուտքերի դեպքում չէ, որ գրանցել է ՊԵԿ-ը, առևտրի, արտահանման խթանման, հետևաբար տնտեսական աճի է հանգեցրել մաքսային ոլորտը։ 9 ամսում մոտ 5%-ով աճ ունենք սպասարկող բեռնատարների, ներմուծման հայտարարագրերի մասով 9 ամսում մինչև 60 րոպեում սպասարկվել է ներմուծման մոտ 20%-ը, եթե նախկինում 12% էր, այսինքն մենք աստիճանաբար արագությունը սպասարկման բարձրացնում ենք։ Եթե խոսենք մեր ավտոմատ կամ ինքնաշխատ բաստող նման համակարգից, 92 անգամ բարելավել է այդ ավտոմատ բաստողումը։ Մաքսային հսկողության հետ կապված, սակայն թե Հայաստանի Հանրապետության քաղաքացիները, թե մեր երկիր ժամանած զբոսաշրջիկները Զվարճնոց օդանավակայանում հաճախ ստիպված են լինում երկար հերթերում հայտնվել ու անցնել կարմիր ուղիով, մեկ սքաները տեղադրված անցակետում։ Էդուարդ Հակոբյանն ընդգծեց, ինքն էլ ծանոթ է խնդրին, գիտի, որ հաճախ կարմիր ուղիով ստիպված են լինում անցնել մարդիկ, ովքեր օրենք չեն խախտել, բայց ասում է, այդպիսով պաշտպանում են նաև օրինապահ քաղաքացիների շահերը։ Արդեն ռիսկերի համակարգը ներդրված է, դա էլ ասեմ, ու գործում է, եւ դա նշանակում է ավելի խելացի ձևով է թիրախավորելու են մարդկանց, ովքեր որ բայց դա չի նշանակում, որ օրինակ կարմիր ուղի ընդհանրապես չեն մտնելու, որտեղ դա էլ է ռիսկի համակարգի հենց դա է ռիսկն է ցույց տալիս, թե մտնի կարմիր ուղի, թե կանաչ ուղի չմտնի։ Այս սկսել ենք արդեն կիրառել եւ պիլոտավորել, երկրորդը ազգային անվտանգության ծառայության հետ մեկտեղ մի կարևոր ռեֆորմի վրա ենք աշխատում, որը հնարավորություն է տալու տարբեր ուրեմն օդանավակայաններից նախնական տեղեկատվություն ունենալ։ Պետական եկամուտների կոմիտեի նախագահն անդրադարձարեց նաև անդադար քննարկվող ու փոփոխություններ կրող հայտարարագրման համակարգին, վերահաստատեց օրեր առաջ տարածված տեղեկությունը, հայտարարագիրը կնախալրացվի ՊԵԿ-ի կողմից։ Կեղծաջերում առաջարկվում է մատչելի տարբերակով տրանսպորտի տոմս ձեռք բերել։ Միջոցներ են ձեռնարկվում կեղծաջերի բլոկավորումը ապահովելու համար։ Այս մասին հայտնում են Երևանի քաղաքապետարանից։ Թվային տիրույթում տրանսպորտի տոմս կարելի է ձեռք բերել բացառապես Telcel Wallet բջջային հավելվածի, transport.yerevan.am կայքի ու Telcel տերմինալների միջոցով, ինչպես նաև Telcel սպասարկման կետերում։